Ոչ, 19:00-ին է նախատեսված։ Պարոն Աշոտյան, Օմբուդսմանը ասել է, որ իր համար սպասելի էր, ընդհանրապես որ քաղաքական հետապնդման կարող է արժանանալ, որովհետև պայքարի ճանապարհն է ընտրել եւ այս ամենը սպասել է, բայց սպասելի չէ, ոնց հասկանում եմ 6 տարի 3 ամիս ժամկետը, ըստ էության այստեղ դիտավորություն է տեսնում, որ համաներման օրենքը ամեն անգամ զարմանում ենք, թե այս ռեժիմը ինչ նոր ստորության, անբարոյականության, սրիկայության, ապօրինության սահման է հատում։ Ամեն անգամ ռուսի ասած «каждый раз как в первый раз»։ Ինչ որ մի բան լինում, ասում ենք «վայ ես ոնց եղավ», հետո ուրիշ մարդու հետ է լինում նմանատիպ մի բան, ասում ենք «վայ ես ոնց եղավ»։ Կհիշեք մի դեպք քաղաքական հետապնդման, որ ձեզ մոտ զարմանք, զարհուրանք չառաջացնի այդ փաստ, օրինակ Լիդիա Մանթաշյանին կալանավորել է, օրինակ Կոչուբաև հետ կապված պատմությունը, օրինակ Սրբազանասին, կհիշեք Սամվել Կարապետյանի, կա մի դեպք քաղբանտարկյալների, որ տես բնականon էփվել է ու տենց շատ տրամաբանական գնացել է հիմնավոր, չկա տենց դեպք։ Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի կանի, ինչքան իրավական, վարչական, ռեպրեսիվ լծակարգ կիրառի, դատական համակարգը Հայաստանում արձանագրված ԱՄՆ պետ դեպի 2023 թվականի զեկույցում եւ ոչինչ չի փոխվել։ Դատական համակարգը մեր երկրում կոռումպացված է, քաղաքականացված է եւ կախյալ։ Ասում է ով է ասում, սաղ աշխարհն է ասում։ Որ տենց անեկդոտ կա, չէ՞, ով սաղ աշխարհն է ասում։ Այսինքն այդպիսի դատաիրավական համակարգի, այսպիսի այլասերված քաղաքական համակարգի պարագայում իհարկե միշտ վրդովում ես, բայց սպասելի է այն, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Այստեղ ուրիշ հարց է։ Դավիթը իր խաչը պատվով տարել է եւ տանելու է։ Ով է հաջորդը։ Իսկ ովքեր են հաջորդները։ Իսկ սա երբ է պրծնելու։ Իսկ սա ո՞նց է պրծնելու։ Այս դժոխքը, որում ապրում է մեր երկիրը։ Ու խնդիրը բացարձակ Դավիթի մասին չի կամ 40-ից ավել այս պահին արդեն կալանավորված մարդկանց մասին չի քաղաքական իմաստով։ Այս դժոխքը պետք է ավարտվի։ Եվ այս դժոխքի ավարտման համար, այո, Դավիթով Հանրապետական կուսակցությունը, մյուս ընդդիմադիր ուժերը սկսեցին մի գործընթաց, որի սահմանադրականությունը ոչ ոք աչքի կասկածի տակ չի դնում։ Եվ այս իրավիճակում, իհարկե այսօր այստեղ ենք նախ եւ առաջ մեր քաղաքացիական, հետո նոր քաղաքական պարտքը կատարելու։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է։ Սկզբից ուտում ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խմբափոխում, հետո սեռային խումնը կապ չունի, այդ դևը ինչքան նստել է մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է։ Եվ այսօրվա ուղերձը սա է։ Իսկ ամենազավեշտալին գիտեք որն է։ Այսինքն դժվար է ասել զավեշտալի, զավեշտների մեջ օրիգինալ զավեշտը, գիտեք որն է, որ Հայաստանում վաղը բացվելու է արևելյան գործընկերության խորհրդարանական վեաժողովը, որ եկել է 20-ից ավելի եվրոդեպուտատ, որոնց մի մասը սենց է, մի մասը սենց է, մի մասը սենց է, մեջները կարգին մարդիկ էլ կային խոսել են նաև այսօր եւ հուսով եմ վաղն էլ կխոսեն։ Այսինքն 25 եվրոպադգամավոր մնացած պատվիրակությունները դնում են մի կողմից երկրներից, եկել է երկիր, մեր երկիր աչք փակելով ամեն ինչի վրա ինչ որ կատարվում է, ես երեք նամազերույց ունեցել եմ Եվրոնեստի ԵԺԿ խորհրդարանական խմբակցության նիստին եմ հրավիրված եղել եւ ասել եմ ինչ որ մտածում եմ այս ամենի մասին։ Ու սա է զավեշտը։ Այսինքն Լուկա պատկերացնում եք գնային Լուկաշենկոյի մոտ նիստի, այդ օրը Լուկաշենկոն մի 15 հոգի ձերբակալ էր ու իրանք նիստ անեին ու մի բառ չասեին պաշտոնական թղթերի մասին է խոսքը, թե այս ինչա կատարվում Բելարուսում։ Ինչու համարժեք չի արձագանքը միջազգային։ Նիկոլ Փաշինյանը ձեռք է տալիս բազմաթիվ գեոպոլիտիկ ուժերին, որոնք իրեն շատ հաճելի օգտագործում են։ Այդ պարագայում ակնհայտ է։ Այո, դուք այսօր հանձնաժողով։ Այո, բացառություն, որ ընդգծում օրինաչափություն է։ Ես իմ կապերը, այդպես չի զսպվում։ Խոսքը դառնում է թուղթը մտնում է ռեզոլյուցիան քվեարկվում է, դառնում է խարան։ Քաղաքականություն տենց է աշխատում։ Մենակ խոսքը քիչ է։ Դեպուտատի խոսքը պետք է դառնա առաջարկ, ռեզոլյուցիայի մեջ, ռիփորտի մեջ, այդ առաջարկը պետք է ներառվի, քվեարկվի, դառնա թուղթ, ոնց որ դու թուղթ են դարձնում Ադրբեջանի
քաղբանտրկյանների թեման, ոնց որ թուղթ են դարձնում Բելարուսում քաղաքական հետապնդումների թեման, հիմա Վրաստանի թեման են առաջ տանում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա է վարկանիշի հետ են խաղում այս ընդդիմադիրները, տեսեք ոնց են բանալի։ Չի կարելի զբաղվել դամ, հետո ասել, որ բանա թասիբի հետ եք խաղում, անվան հետ եք, դա չի լինում այդպես։ Եթե չես ուզում երկրի թասիբի անվան հետ խաղալ, մի զբաղվի։ Պարոն Աշոտյան, եթե դուք եք նշում, որ գեոպոլիտիկ տարբեր ուժեր շահագրգռված են, ուզում են, որ Նիկոլը մնա, այդ պարագայում ձեր պայքարը որքանով արդյունք կտա։ Հաստատ արդյունք կտա, որովհետև եթե մենք ստեղծում ենք կոմֆորտ զոնա բոլոր գեոպոլիտիկ խաղացողների համար, ասում ենք կարա ըմբռնումով մոտենանք, Բրյուսելին ձեռա տալի, Վաշինգտոնին ձեռա տալի, մեկ Մոսկվային ա ձեռ տալի, կներեք, այդ ըմբռնումը ես պարտավոր չեմ ըմբռնումով մոտենալ այլ պետությունների քաղաքական շահերին։ Ես պարտավոր եմ առաջ տանել իմ պետության քաղաքական շահը։ Այո, ընկալ ենք, որ կան մարդիկ, նայեք, Նիկոլը կարար լիներ գեոպոլիտիկ խաղացող, պրոստը։ Երկիրը ասեր, տանում եմ արևմուտք, բայց խափում է, որովհետև արևմուտք չի տանում, Թուրքիա տանում, B, որովհետև Թուրքիա տանում, ամենաուժեղ ապացույցը սա է։ Այդ Ստամբուլի քաղաքապետին, որ բռնել են, Մասիսի քաղաքապետի բռնելուց ինչով է տարբերվում։ Այսինքն ինքը մեզ քաղաքական բովանդակությամբ սարքել է Թուրքիա։ Ասենց ռեպրեսիաներ ոնց որ Հայաստանում են ընտրված քաղաքապետերի նկատմամբ այս օրինակով, այլախոհերի նկատմամբ, դաժե ձեռագիրը գիտեք որ դե է նման։ Հիշում եք 16 թվականին Էրդողանը ասեց, բան են անում, հեղաշրջում են անում գյուլենիստները եւ մի 1000 հոգի բռնեց լցեց բանտեր։ Նույնը սրբազան պայքարի այս թեման չի, նույն մեթոդն է, նույն թուրքական ձեռագիրն է, սարքել հեղաշրջման անուն ու տանել այդ անվան տակ տարիներ շարունակ։ Մեկ էլ երկրորդ բանը ինչ անում է, արևմուտքի վրա որպեսի ծախի իր քաղաքական հետապնդումները որպես ոչ մի բան, ասում է ռուսի ագենտ է, այդ բոլորը ռուսի ագենտ են, տանաշը, մի հատ ժիվը ռուսի ագենտ չտես, ամենամեծ ագենտը այդ հեռուստատեսությամբ խոսացող մարդն է, որտեղ չենք էլ հասկանում, մի օր Ռուսիա, մի օր ամերիկացու է, մի օր Թուրքիա, մի օր եվրոպացու է, բազմագենտ մարդը խոսում է ագենտությունից։ Այսինքն այս ազդեցության գործակալական ցանցը, որ այսօր Հայաստանում դարձել է իշխանության գլուխ, սա է Հայաստանի ինքնավարության, ինքնիշխանության, քաղաքական բովանդակության, մշակույթի, ապագայի ամենամեծ խոչընդոտը։ Իսկ Նիկոլի ձեռագիրը թուրքական է, թուրք։ Էրդողանի նույն ձեռագիրն է, ոնց են ճնշում ընդդիմությանը, ընտրված քաղաքապետերին, ոնց են սարքում այսպես ասած հեղաշրջում ու դրա վրա եւ հաջորդը ոնց է ինքը բոլորին ում բռնում ասում է ռուսի ագենտ է։ Լավ է ինձ տես բան չի ասում։ Вообще չի կապվում երևի։ Զուգահեռներ տարակ Թուրքիայում քաղաքապետի ձերբակալության հետ։ Այ 2 օր առաջ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով կշիռ չունի։ Ինչ նպատակ է հետապնդում կշիռ չունեցող մարդու ձերբակալը, որ տվյալ մարդը փորձում է հիմնավորել, որ այս մարդը որ գալիս է կշիռ չունի, նշանակում է որ այս մարդը կշիռ ունի։ Ակնհայտ է, չէ՞։ Սա անգամ չեմ ուզում հիշատակեմ այդ անազգանունը, որը դուք ասացիք, ես այդ խնդիրը տեսնում եմ լրիվ ուրիշ բան, քաղաքական կշիռը ինչով են չափում, ուղեկցող ախրանիկների քաշով, թե քանի կիլո քեզ այդ պահին խոսքի դեմ կտա քո հակառակորդին, որ դու թքես վրան, քաղաքական կշիռը դրանով են չափում, ինչով են չափում։ Քաղաքական կշիռը չափում են մտքի խորությամբ, տվյալ անձնավորությունը ասեք, թե դոպինգ սկանդալով դուրս մնա այդ թեմայից։ Քաղաքական կշիռը չափում են մտքի սրությամբ, քաղաքական կշիռը չափում են ազդեցությամբ, ոչ թե բռնաճնշումով։ Իսկ այդ անձնավորությունը ու Դավիթ Համբարձումյանը, ինչպես նաև մնացած բոլոր հանրապետականները, անգամ համեմատելն եմ համարում վիրավորական։ Մարդկային ու տղամարդկային տեսակ։ Քաղաքական կշռի ցուցիչ է արդյոք ձեր թիկունքում մեծաթիվ ոստիկանական ուժերի առկայությունը։ Այդ գիտեք ինչ է, ինքը միաժամանակ Նիկոլը, անվախենում է, անվախեցնում է։ Տենց է աշխատում, պարադոքս չի տա, ինքը վախենում է եւ ինքը վախեցնում է, դա միաժամանակ է աշխատում։ Եվ դժվար չի, այսպես ասած, ավտորիտար համակարգ կառուցելը, եթե այդ պարագայում ամբողջ իրավական համակարգը սարքել ես քեզ կամատկադար, փոխանակ բանակը ուժեղացնես, ոստիկանություն ես ուժեղացրել, հաջորդ տարվա բյուջեում աննախադեպ կրճատում ես արևպաշտպանական ծախսերի եւ ստից կրճատում ոստիկանական զորքերի հետ կապված, դա դժվար բան չի։ Դա մեծ խելք չի պահանջում, դա Աֆրիկայի ցանկացած
մարդակեր, այսպես ասած, եւ Նիկոլի նման կամ մի քիչ ավելի ցածր բարձր բարոյազուրկ ղեկավար, դա կարող է արել եւ արել է։ Հիմա ինչ ենք ուզում, իրոք հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իր քաղաքական հակառակորդի քարաճիպը ուտի։ Իմ երիկամը ուտի ուղիղ կետերում տեսնենք, որ նա քաղաքական իմաստով կանիբալ է։ Այսինքն եվրոպացիներին ասում է կոմֆորտ զոնայից պետք է հանել, գնալ, խոսել, հիմնավորել, մշտապես չվախենալ, չամաչել, չխափնվել այդ շարդոնեներին եւ մերլոներին, այդ պրիոմների եւ գնալ խոսել ճշմարտությունը։ Պարոն Աշոտյան, ոստիկանական զորքերը շփթային այսպես կազմել, հիմա էլ մենք տեսնում ենք նոր ուժեր են հենա ավտոբուսներով ոստիկանական զորքերի տեղական, որ բախումներ են սպասում։ Ես երանի կտայի, որ Հայաստանի եւ Արցախի դիրքերը պաշտպանված լինեին ժամանակին եւ հիմա այնպես, ինչպես հիմա իր ժողովրդից Դավիթ Համբարձումյանին փորձում են մեկուսացնել նման ուժերի գերլարումով։ Այս զարմանալի չի։ Սա այլևս ոչ մի բան զարմանալի չի։ Այս ամոթն է։ Միացրեք եւ կապեք Euronews-ին, կա Euronews, միացրեք, ասեք Armenian Now live, տվեք, ասեք ինչա կատարվում Հայաստանում։ Ամենը մեկ մարդու դիմավորելու արարողության ժամանակ, Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վախերի արտահայտման ձևերը, կլինիկան շատ բարդ է, հա։ Կարա լինի սենց, սա էլ է վախ, չէ։ Դու խիս ինձ սիրում։ Քեզ ամբողջ ժողովուրդը ատում է, դու խիս մեզ, դե չգիտեմ ինչա ցույց տա, ինչա ստացվում, երբ որ ես ցույց եմ տալի, այն ինչ որ ինքը ուզում է իրականում ցույց տա։ Ակնհայտ է, չէ, որ այդ ամեն ինչի մեջ այս տեսեք, սա դիկտատորական նոր մշակույթ է։ Այն հին դիկտատորները անցյալում են, հիմիկվա դիկտատորները մոդայիկ են, գիտար կարան նվագեն, կարան ձիգշեն, տարբեր երկրներ, հիմիկվա դիկտատորները փորձում են լինել սեքսի, անգամ Նիկոլի նման տենց նիաչոմ մարդը փորձում է լինել տրենդային, տենց հոտ, բնական է, եթե հանվի, կարծում եմ էլ ավելի շատ կանդրադառնամ, բայց երկիրը հիշատակումներով կառավարելը կամ ռոլիկների պրասմոտրները ուղիղ ազդեցություն ունեն տնտեսական աճի անվտանգության վրա։ Ինքը ամեն ինչ կարող է ցույց տալ։ Ես որևէ բանի վրա չեմ զարմանում։ Ես 1, 2, 3 անգամ փորձեցի այդ իմաստով ձեռ առնել, այսինքն ես հասկանում եմ, դա կոմունիկացիոն մշակույթ է նոր։ Բայց եթե լինես նորմալ ապահով հանգիստ երկրի վարչապետ, ուզում ես բիկինիով ամեն առավոտ կապուչինով էփի, мне пофиг։ Բայց մենք նորմալ երկրում չենք ապրում, մենք նորմալ իրավիճակում չենք ապրում։ Այդ ամեն ինչը, այդ բոլոր ինչ որ ինքը հրանցնում է որպես մոդայիկ, տրենդային եւ այլն, այս մեր երկրի մասին չի։ Հազարավոր գերեզմանների մասին չի, տասնյակ հազարավոր անտուն մնացած մարդկանց մասին չի։ 100-ից ավել չնույնականացված դիերի մասին չի այս ամոթը։ Այսինքն սա է անբարոյական, ջանդամ թե մեզ չի նստացնում։ Այն մարդկանց պատվի հարցը լուծեր։ Հասկանում եք։ Վերջին հարցը։ Դուք առավոտվանից կամ ցերեկվանից այստեղ եք, խորհուրդ եմ տալիս հեռախոսակապով լայվով միացնել, հենց տեսնեք ինձ։ Պարոն Աշոտյան, հերթական ընդդիմադիր համայնքի ղեկավարի նկատմամբ դատական պրոցեսներ են սկսվում։ Այս պահին էլ Հայաստանում կազմակերպվում է թիմ ընտրություններ։ Որքանով վստահ լինենք, որ ժողովուրդը իր ձայնը կտա եւ որևէ ընդդիմադիր ղեկավար կընտրվի եւ ժողովրդավարական երկրում այդ համայնքապետը չի դատապարտվի եւ համայնքն էլ չի մնա առանց ղեկավարման։ Շատ դաժան ճշմարտություն հուշեցիք, եթե չեմ սխալվում, այդ ճշմարտությունը պարսկական է։ Ասում եմ, եթե ձեզ հայոյում են, շնորհակալ եղեք, որ չեն ծեծում։ Եթե ձեզ ծեծում են, շնորհակալ եղեք, որ չեն սպանում։ Եթե ձեզ սպանում են, շնորհակալ եղեք, որ լքում եք այսքան անարդար աշխարհը։ Հիմա այս թիմերի մասին մեր այս ամբողջ պատմությունը, այո, դառը պատմություն է։ Վալոդիայի սպանությունից սկսած, այսինքն միջև էլ կներեք Մամիկոնի ազատազրկումից, Վարդան Ղուկասյանի ազատազրկումով, հիմա Դավիթով, այսինքն իսկ падգամավոր չունենք ընդդիմադիր, Արտուրը նստած ասած։ Իսկ միջև էլ չենք ունեցել ընդդիմադիր գործիչներ, որոնք նստած են եղել։ Լիքը, ցավոք սրտի 40-ից ավել, ես այդ իմ իրողական հաշվարկան, չընդունեք օֆիցիալ, ձեզ կասեն Հայաստանում չկա կաղբանտարկյալ, երեք եվրոպացիներից մեկին հետ խոսում եմ, սա էլ ասեմ գնամ։ Ասում եմ, ընկեր, դուք ինձ ճանաչել եք կաղբանտարկյալ, ձեր քաղաքական, իմ քաղաքական ընտանիքը, ձեր թուղթը, բարակը։ Իմ նման 48 մարդ նստած է, ես իրանց ձայնն եմ, ես ձայնազրկվածների ձայնն եմ, ես պետք է ինձ կոտորեմ հիմա կոմոդ, գործարա։
Ասում եմ, հա, ես կգնամ վարչապետի հետ հանդիպան, նա ճշտեմ ես, ինչ թեմա է։ Ասում եմ, որ Բելարուսում քաղբանտարկյալ են բռնում։ Դու գնում ես Լուկաշենկոյի ճշտվելու, պարզ չի, որ քեզ ոչ Լուկաշենկոն, ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, ոչ Նիկոլը կյանքում պրեզիդենտ չեն գա, չէ՞։ Այդ որ երկրում կա քաղբանտարկյալ, որի երկրի ղեկավարությունը ընդունել է, որ քաղբանտարկյալ է։ Այդպես թեմա չկա։ Պարոն Աշոտյան, Բարի վարեժք Դավիթին եւ մնացածին հետ ինքնաթիռի մեջ ու բարի երթ մեր պայքարին։ Ազատություն բոլոր քաղբանտարկներին։